Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Այսօր մի պահ դադար վերցրու։ Մեր մանկության տարիներին մի հայտնի խաղ էինք խաղում մեր բակում, որը կոչվում էր «Վազոցի բռնոցի»։ Խաղացողներից մեկը պետք է վազեր ու բռներ որևէ մեկին, ով իր հերթին էր դառնում վազող բռնող։ Մյուսների համար նրանից փախչելու միայն մեկ ուղի կար՝ վազել։ Սիրելի՛ բարեկամ, խաղի կանոնների մեջ մի շատ օգտակար պայման կար։ Փախչողները կարող էին գոչել «Ստոպ», ինչը նշանակում էր դադար, և խաղը կանգնում էր, որպեսզի կարողանայինք հանգստանալ և շունչ առնել։ Իսկ դու երբևէ ունեցե՞լ ես այնպիսի մի զգացում, ասես ինչ-որ մեկը ընկել է քո հետևից։ Զգացե՞լ ես, թե ինչպես են որոշ իրավիճակներ ճնշում քեզ։ Ունեցե՞լ ես այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են գործերը ժամանակին չհասցնելու վախը, ամուսնալուծվելու վտանգը, ֆինանսական խնդիրները կամ առողջության հետ կապված հարցերը։ Յուրաքանչյուրիս կյանքում էլ մեր հետևից վազող որոշակի իրավիճակներ կամ մեզ ճնշող տհաճ երևույթներ կան։ Սակայն այսօր ուզում եմ հորդորել քեզ, որ երբե՛ք չմոռանաս, որ Տեր Աստծու անպատմելի շնորհի արդյունքում դու կարողություն ունես շրջանցելու քո կյանքում առաջացած բոլոր ճնշումները։ Ինչպե՞ս։ Մեր մանկության տարիների այդ խաղի նմանությամբ դու իրավունք ունես գոչելու «Ստոպ» կամ «Դադար»։ Կյանքի ճնշումներից փախչելուց ընդմիջում վերցնելը մեզ ժամանակ է տալիս, որպեսզի օգնության կանչենք այն Մեկին, Ով օգնում է մեզ շունչ առնելու և ուժ հավաքելու համար։ Եվ մեզ օգնողը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։ Գիտե՞ս արդյոք, որ աստվածաշնչյան «սելա» բառը հաճախ թարգմանվում է որպես «դադար»։ Մենք հաճախ ենք հանդիպում այդ բառին Աստվածաշնչի Սաղմոսներ գրքում ավելի քան 70 անգամ։ Իսկ ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքը, եթե մենք օրվա մեջ գոնե 2 անգամ կարողանայինք իրական դադար առնել։ Տեր Հիսուսն է խաղաղության իշխանը։ (Տե՛ս Եսայիայի մարգարեության 9:6 խոսքը)։ Նա այն Մեկն է, Ով ունակ է սաստելու քամին և խաղաղեցնելու փոթորիկը։ (Տե՛ս Մատթեոս 14:22-32 հատվածը)։ Ցանկացած ժամանակ դու կարող ես խոսել Նրա հետ և բացել սիրտդ Նրա առջև։ Բեր խնդիրներդ Նրա առաջ և ընդունի՛ր Նրա խաղաղությունը՝ խաղաղություն, որը անհնար է ըմբռնել մարդկային մտքի և երևակայության միջոցով։ Ես աղոթում եմ, որպեսզի Աստծու խաղաղությունը, որ վեր է ամեն մտքից, պահպանի քո սիրտն ու մտքերը Քրիստոս Հիսուսով։ (Տե՛ս Փիլիպպեցիս 4:7 խոսքը)։ Նրա խաղաղությունը հասանելի է քեզ։ Դու ցանկացած իրավիճակի միջով ապահով կանցնես, որովհետև հանդարտությամբ ու վստահելով կլինի քո զորությունը։ Եսայիայի մարգարեություն 30:15 խոսք։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դադար տուր, կանգ առ և զորացի՛ր Աստծու ներկայության մեջ։ Փոխակերպի՛ր կյանքդ և ապրի՛ր Տիրոջ կամքի համեմատ։ Վայելի՛ր Աստծու բարեհաճությունը։ Ընդունի՛ր Նրա խաղաղությունը և շարունակի՛ր ընթացքդ՝ ազատված քո կյանքի ողջ լարվածությունից, ճնշումներից ու սթրեսներից։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։